Բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ գյուղում բնակվող մարդիկ ի տարբերություն քաղաքաբնակների իրենց կյանքից ծերը գտնելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են գյուղերում եւ քաղաքներում բնակվող 2000 մարդ։ Պարզվել է, որ գյուղաբնակների 77%-ը գտել է իր կյանքի մեծագույն սերը, ի տարբերություն քաղաքաբնակների 45%-ի, բայց այդ սիրային եւ ընտանեկան փոխհարաբերությունները գյուղերում ավելի ամուր են եւ երկու անգամ երկարատև, քանի որ զույգերն այստեղ ավելի հավատարիմ են իրար եւ միասին երկար ժամանակ են անցկացնում։ Գյուղի մաքուր օդը եւ առողջ սնունդը նպաստում է մարդկանց ավելի հանգիստ եւ հավասարակշռված դառնալուն, ինչն էլ խթանում է զույգերի միջև փոխհարաբերությունների բարելավմանը։ Գյուղաբնակների 61%-ի սիրային փոխհարաբերությունները 3 տասնյակից ավելի են տևում, իսկ քաղաքաբնակների մոտ այդ ցուցանիշն անհամեմատ ցածր է 23%։ Գյուղաբնակների 51%-ը ամեն օր պարտադիր իրենց զուգընկերոջը սիրո խոստովանություն է անում, իսկ քաղաքաբնակների միայն 21%-ն է այդպես վարվում։ Հաշվի առնելով այս փաստերը, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ շրջակա միջավայրը ուղիղ կապ ունի սիրային հարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր 10 մարդուց միայն մեկն է ձախլիկ լինում եւ վերջին 5000 տարիների ընթացքում այս ցուցանիշը հաստատուն է մնացել։ Գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրել են, թե ինչու բնությունը 50-50 սկզբունքով չի առաջնորդվել ձախլիկների եւ աչլիկների հարցում։ Չիկագոյի Northwestern համալսարանի մասնագետները ենթադրում են, որ ձախլիկների ցածր տոկոսը պայմանավորված է մարդկային էվոլյուցիայի ընթացքում համագործակցության եւ մրցակցության արդյունքների հավասարակշռմամբ։ Մարդիկ երկար ժամանակ համագործակցելու գործիքները փոխանցելու եւ խմբերով որսորդություն անելու կարիք են ունեցել, իսկ մարդկանց մեծամասնության կողմից միևնույն ձեռքի օգտագործումը հեշտացնում էր համագործակցությունը։ Իսկ այն հարցին, թե ինչու բոլոր մարդիկ աչլիկ չեն, գիտնականները պատասխանում են, որ թեև մարդիկ համագործակցում են, սակայն նրանք նաև մրցում են իրար հետ։ Վերջին հանգամանքի բացակայության դեպքում մարդկությունը կլիներ միանշանակ աչլիկ, սակայն մարդկային էությանը բնորոշ մրցակցելու ցանկությունը միշտ կապահովի ձախլիկների առկայությունը։ Իրենց տեսակետն ապացուցելու համար գիտնականները դիմել են մարզաձևերի օգնությանը։ Օրինակ, թեթև ատլետիկայում ձախլիկներն ի տարբերություն աչլիկների ավելի մեծ առավելություն ունեն, իսկ այն մարզաձևերում, որտեղ կոնկրետ ձեռքի օգտագործումը կարևոր չէ, նրանք շատ ավելի պասիվ են։ Գերմանական Festo ընկերությունը Հանովերի արդյունաբերական տոնավաճառին ներկայացրել է ռոբոտացված ձեռնոց, որը կարող է կրկնակի ուժեղացնել բռնումը։ Ձեռնոցը կառավարող սարքը բարձր ճշգրտությամբ գրանցում է տեղափոխությունն ու մարդու մատների ջանքերը։ Սարքն օգտագործում է արտաքին ուժային կմախքը։ Բացի դաստակի հզորության ավելացումից եւ աշխատողի հոգնածության նվազեցումից, էքսոհանդը կարող է եւ այլ խնդիրներ լուծել։ Նախագծում նախատեսված է մանիպուլյացիայի ռեժիմ։ Վերջին տարբերակում ձեռնոցը սենսորի դեր է կատարում, որը յուրաքանչյուր մատի շարժումը փոխանցում է համակարգչին։ Օպերատորը կարող է հետևել ռոբոտի աշխատանքին էկրանից։ Ձեռնոցի նման ռեժիմը թույլ է տալիս աշխատել վտանգավոր արտադրություններում։